Հայ երաժշտարվեստի պատմության մեջ առաջին անգամ հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի հանրահայտ ջութակ նվագելու արվեստ աշխատությունը։ Երաժշտական շրջանակներում այն համարվում է գիրք աշխարհի բոլոր երաժշտական կրթօջախների ու բոլոր ջութակահարների համար։ Առաջին անգամ այն հրատարակվել է 1923-ին եւ արդեն ավելի քան 100 տարի է շարունակում է անկյունակարային ձեռնարկ լինել ջութակահարների կրթության համար։ Մայստրո Թոփչյանը, որ Ֆլեշի դպրոցը եւ նրա գամաները համարում է ջութակահարների ավետարանը, փաստում է, հրաշալի է, որ այժմ նաև հայերեն թարգմանությունը կտարածվի մեր երաժշտական կրթօջախներում։ Հիանալի գիրք է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են լավ ջութակ նվագել։ Ես կարծում եմ, որ շուտով կհայտնվի մեր կոնսերվատորիայի կարևոր ջութակի դասարաններում եւ ես չեմ ասում նրանք սրա մասին տեղյակ չեն, տեղյակ են ուրիշ լեզուներով, բայց թող հիմա լինի հայերենը այսպիսի հրաշալի տպագրությամբ Բերլինում արված։ Նախագիծն իրականացրել է Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամը ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ։ Ծրագիրն իրականություն է դարձել Ամարյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Առաջին տպաքանակի 300 օրինակները բացառապես անվճար կտրամադրվեն Երևանյան կոնսերվատորիային եւ երաժշտական կրթօջախներին։ Կես տարուց ավելի շարունակված ծրագիրը տքնաջան աշխատանքի արդյունք է։ В этом проекте, который длился 8 месяцев, Այս նախագծում, որը տևեց 8 ամիս, շատ բան կարող էր չստացվել։ Մենք կարող էինք չունենալ մի թարգմանիչ, որն ազատ տիրապետում է 3 լեզուների եւ պրոֆեսորի կարգավիճակ ունի։ Կարող էինք միջոցներ չգտնել հրատարակության համար, բայց սա տևական պրոցես էր, որն իրականացավ նվիրյալների շնորհիվ։ Ջութակ նվագելու արվեստի նոր հրատարակությունը խմբագրել են Մաքսիմիլիան Սիմոնը եւ Նադին Կոնտինին։ Այն գերմաներենից հայերեն է թարգմանել եւ խմբագրել ջութակահար Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Բադալյանը եւ այժմ Ֆլեշն ավելի արդիական եւ մատչելի լեզվով կհնչի նաեւ հայերեն։ Հասկանալի է, որ մայրենի լեզվով կարդալն ու սովորելը բոլորովին այլ բան է, ահա թե ինչու եմ այսքան կարևոր համարում այս գրքի թարգմանությունը։ Այս գրքում ամեն ինչ շատ կազմակերպված ու հասանելի է ներկայացված մեր բարդ մասնագիտության մեջ։ Եվ ի նշանավորումն այս կարևոր իրադարձության դեկտեմբերի 24-ին Խաչատրյան համերգասրահում Մայստրո Թոփչյանի ղեկավարությամբ տեղի կունենա համերգ, որի մենակատարներն են Մաքսիմիլիան Սիմոնը եւ Արամ Բադալյանը։ Համերգի խորագիրն էլ խորհրդանշական է՝ ջութակ նվագելու արվեստը։ Նունե Ալեքսանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։